Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրության կապակցությամբ, հիմնավորելով, որ Փաշինյանի նկարագրած հանցագործության դեպքը բացակայում է։ Պատգամավորի գրությունը վերաբերում էր Մաշտոցի պողոտայի բախումների ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ անձամբ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ահազանգին։ Մասնավորապես, ըստ այդ գրության, ձերբակալվածների պահման վայրում նոյեմբերի 6-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Շանթ Հարությունյանը հայտնել է, որ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը իրեն հարվածել են։ Պողոսյանը սպառնալիքներ ու հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, մի քանի ոստիկաններ բռնել են իր ձեռքերը։ Ազատամարտիկ Վարդան Վարդանյանն էլ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության մասին է պատմել։ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ այդ տեղեկատվությունը չի հաստատվել իրենց կատարած ստուգողական գործողությունների արդյունքում, ինչի պատճառով էլ քրեական գործի հարուցումը մերժվում է։ Ըստ քննչական ծառայության պաշտոնական պարզաբանման, նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալ, չի պատասխանել հարցերին, հիմնավորելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի KGB-ի պատվերով քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար։ Վարդան Վարդանյանը ևս հարցերին չի պատասխանել։ Իսկ դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում ըստ ՀՔԾ-ի երկու կալանավորվածները հայտարարել են, թե իրենց մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում։ Հատուկ քննչական ծառայությունը նաև պարզաբանում է, որ Վլադիմիր Գասպարյանն ու Հունան Պողոսյանը հերքել են բռնությունների հնարավորությունը։ Որպես քրեական գործի հարուցումը մերժելու հիմք, ծառայությունը վկայակոչել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչների հայտարարությունները, որ Շանթ Հարությունյանից բռնության ենթարկվելու վերաբերյալ որևէ բողոք չեն ստացել։ Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանը այսօր մեսեջերում ևս ասաց, որ Շանթ Հարությունյանին հանդիպել են, բայց նա բռնությունների մասին չի ահազանգել։ Մենք այդ օրը տեսակցել ենք ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլ բոլոր 20 ձերբակալված անձանց այդ պահի դրությամբ, որոնք գտնվում են ձերբակալվածների եւ կանոնավորվածների պահման վայրում, հետագայում նաեւ այցելել ենք Նուբարաշեն քրեակատարական հիմնարկ, երբ որ արդեն 14-ին միայն ներկայացվել է կալանքի վերաբերյալ որոշումը։ Այդ օրերին մեր Շանթ Հարությունյանը չի ներկայացրել բողոք, ծեծի կամ բռնության առնչությամբ։ Իսկ բռնության հետքեր իր վրա տեսել եք դուք։ Ակնհայտ բռնության հետքեր չեն եղել։ Այսօր կրկին այցելել ենք Շանթ Հարությունյանին, ընդհանուր հավասարակշռված էր իր վիճակը, որովհետեւ բողոք պահման պայմանների հետ կապված չի ներկայացվել։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, չհիմնավորված որակելով հատուկ քննչական ծառայության որոշումը։ Նա համարում է, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց տեսակցությունների վրա ներկայում դրված արգելքը հենց նպատակ ունի խոչընդոտել իր գրության մեջ հիշատակված հայտարարությունների օբյեկտիվ նախաքննության ընթացքը եւ այս փուլում ծառայել է իր նպատակին։ Վնասվածքները Մաշտոցի պողոտայում ստանալու մասին պնդումներին ի պատասխան պատգամավորը տարակուսած է, թե ինչու պետք է բացատրություն տալուց հրաժարվող կալանավորվածները հանդես գային իրավապահ մարմիններին խիստ ձեռնտու հայտարարություններով։ Ինչ վերաբերում է օմբուդսմենի գրասենյակի պնդումներին, Փաշինյանը հայտարարում է, որ ինքը 1 տարի 11 ամիս գտնվել է ազատազրկման վայրերում քաղբանտարկյալի կարգավիճակով, բազմիցս հանրությանն ահազանգել է ապօրինությունների մասին, բայց ոչ մի անգամ որևէ տեղեկություն չի հայտնել օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին, որովհետև համարել է, որ իր իրավիճակում գտնվող մարդը չի կարող վստահել այդ մարմնի ներկայացուցիչներին։ Այս առիթով Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու ՀՔԾ-ն ոչ մի հիշատակում չի արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարության մասին։ Սաքունցը ևս հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը իրեն նույնպես հայտնել է անձամբ ոստիկանապետի եւ նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին։ Արթուր Սաքունցը այսօր մեսեջերում վերահաստատեց իր այս պնդումները եւ փոխանցեց, որ ինքը ևս հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն։ Հատուկ քննչական ծառայությունը ակնհայտորեն զբաղվում է ըստ էության անգործությամբ եւ հանցագործությունը կոստկմամբ։